Գյումրեցի ակտիվիստներն այսօր նվեր էին պատրաստել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային։ Կարեն Պետրոսյանը հյուպատոսարանի դիմաց հավաքված լրագրողներին տեղեկացրեց, որ որոշում է կայացվել դատախազին շախմատ նվիրել, որ լցնի իր պարապությունը։ Նվերին կից նրանք հանձնեցին նաև հետևյալ գրությամբ նամակը, մեջբերում եմ. «Հարգելի պարոն Չայկա, ընդունեք այս նվերը ի նշան երկու երկրների բարեկամության, լցրեք ձեր պարապությունը կամ պատասխանեք ձեր հայ գործընկերոջ նամակին։ Սխալ մտածված քայլերը կարող է լարվածություն առաջացնել հայ եւ ռուս ժողովուրդների բարիդրացիական հարաբերություններում», մեջբերման ավարտը։ Շախմատը շատ իմաստներ ունի, ամեն մեկը կարող է յուրովի մեկնաբանել, բայց հիմնականը որ մենք մեր հետ պետք չի խաղալ եւ մենք ասում ենք, որ ցանկացած քայլ, սխալ քայլ, որ կանի ռուսական կողմը, ռուսական իշխանավորը, դա կարող է էապես վնասել հայ-ռուսական հարաբերություններին։ Մենք ամեն օր ապրում ենք Գյումրիում, մեր համար այստեղ համակեցությունը երբեք խնդիր չի եղել եւ Ռուսաստանի քաղաքացիները միշտ մեր երկրում, մանավանդ մեր քաղաքում իրենց շատ լավ են զգացել եւ ես չեմ ուզենա, որ այդ վաղը, որ ես տեսնեմ Ռուսաստանի, ասենք զինծառայողի, ռուս զինծառայողի կամ նրա ընտանիքի անդամի, ես թշնամանք ունենամ, ինչը ռուս չինովնիկը իր պարտականությունը չի կատարել։ Կարեն Պետրոսյանը կոչ արեց Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյային սխալ քայլեր չանել եւ սեղմ ժամկետներում պատասխանել հայ գործընկերոջ նամակին, որպես հարգանքի նշան հայ ժողովրդի նկատմամբ։ Մենք տեսնում ենք արժանապատվության խնդիր, չպատասխանելով հայ իշխանավորի եւ դա հասարակ իշխանավոր չէ, դա երկրի գլխավոր դատախազն է, հարցմանը արդեն ամիսներ անց է, բայց այդ պաշտոնական պատասխանը չկա։ Կարծում եմ, որ ամեն մեկից համար դա վիրավորականն է։ Գալայի այն հարցին, թե գուցե արդեն ժամանակավրեպ է նման գործողություններ ձեռնարկելը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատախազությունից եղել է արդեն պատասխան ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, արդեն հայտնի է Ռուսաստանի Դաշնության դատախազության դիրքորոշումը, Կարեն Պետրոսյանը նշեց. Այս քայլը միայն հարցի պատասխանը իմանալը չէ, մենք ինքներս լավ գիտակցում ենք հարցի պարտությունը, այն անարգանքը, որ արդեն մենք ունեցել ենք, սա մեր համար գաղտնիք չէ, բայց խնդիրը այնտեղ է, որ դա պաշտոնական մագարտակում մենք փորձում ենք նաև մեր օգտակարությունը եւ մեր զորակցությունը հայտնել մեր իշխանավորին։ Ակտիվիստը նշեց, որ ցանկալի է նվերը հանձնել անձամբ հյուպատոսին, սակայն կառույցից դուրս եկավ նրա ներկայացուցիչը, վերցրեց նամակը, իսկ շախմատը հրաժարվեց ներս տանել, պատճառաբանելով, որ նվերներ վերցնելու իրավունք չունի։